Ուզեմ խոսել այն մասին, թե դուք այսօր եկել եք մեր ձևով շարժման ամփոփիչ հավաքին, ինչն է ձեզ բերել այստեղ, ինչու եք վստահում մեր ձևով շարժմանը։ Ես ոչ միայն այսօր եմ եկել, ես միշտ հենց մեր ձևով շարժումը սկսվել է, կանգնած եմ մեր ձևով շարժման ակունքներում։ Դա ունի մի քանի պատճառ։ Առաջինը որպես գործարար իմ սոլիդարությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանին եւ նրան կալանավորից հետո իմ առաջին քայլն էր հնարավորինս շուտ միանալ եւ պայքարել գործող անարդարությունների դեմ։ Եվ քանի որ այս շարժման փիլիսոփայությունը եւ իմ արժե համակարգը եւ իմ պատկերացումը շատ մոտ են իրար, արդեն ստեղծման օրվանից մինչեւ մի ակտիվ աշխատելով, ծրագրերի վրա աշխատելով, հնարավորինս մեր ունեցած ներուժը ներդնելով փորձում ենք այս երկրում ինչ-որ բան փոխել դեպի դրականը։ Իսկ ասեք մեր ձևով շարժումը, քանի որ մարզային այցեր է ունենում, գուցե տեղյակ եք նաև, որ նրանք հենց ժողովրդից լսում են այն խնդիրները, որոնք կան։ Ըստ ձեզ հիմա Հայաստանում ինչ խնդիրներ կան ու մեր ձևովը ինչ լուծման տարբերակներ է առաջարկելու։ Ես խոսեմ իմ ոլորտից, գյուղատնտեսության ոլորտից, Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսության ոլորտը գրեթե բոլոր ուղղություններով կան խնդիրներ։ Մենք ունենք հստակ մեր ծրագրերը եւ աշխատում ենք այդ ծրագրերի համար, հստակ լուծման մեթոդաբանությունը եւ ձևերը։ Եվ մենք շարունակաբար աշխատելով փորձելու ենք հնարավորինս մեղմել գյուղացու հոգսը, տնտեսության վրա ունենանք լուրջ ազդեցություն եւ ի վերջո գյուղատնտեսությունը երկրում պարենային անվտանգության խնդիր է իրանից ենթադրում եւ Հայաստանում հնարավորինս լավագույն տարբերակով լուծեն Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության խնդիրները։ Շատ լավ, շնորհակալություն։